Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի Աղին բնակավայրի մոտակայքում։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, բախվել են BMW-ն եւ Opel-ը, 6 հոգի մահացել է, 2-ը երեխաներ։ Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Փրկարարներն ու բժիշկները մեծ դժվարությամբ են վիրավորներին դուրս բերել, մոտեցրել շտապօգնության մեքենաներին։ Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրենը հայտնել է, որ անչափահաս վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան։ Մյուս 2 վիրավորների վիճակը ծանր եւ ծայրահեղ ծանր է։ Նրանք վերակենդանացման բաժանմունքում միացված են արհեստական շնչառության սարքերին։ Մոտ 10 ամիս անազատության մեջ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձով դիմել ժողովրդին։ Դատախազությունն ու քննչական կոմիտեն մեկնաբանություն չունեն։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը Նյուզեեմի մեր գործընկերներին հայտնել է, որ դատախազությունը կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չի տալիս։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով մեկնաբանություն չի անում։ Կարապետյանի փաստաբաններն էին ահազանգել, որ դատարանը վերացրել է ազգային բարերարի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէ։ Փաստաբանները հարցում էին արել քննչական մարմին եւ հսկող դատախազին։ Քննչականի պատասխանը ըստ փաստաբանների համարժեք է մերժմանը։ Դատախազի պատասխանը դեռ չեն ստացել Սամվել Կարապետյանի փաստաբանները։ Հասարակությունում այսօր պահանջ կա փոփոխությունների, դրական փոփոխությունների։ Հետևաբար մեր հայրենակիցներին մենք տրամադրում ենք հարթակ, կարելի է ասել, որպեսզի համախմբվածությունը եւ միասնականությունը ցույց տանք ապրիլի 11-ին։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանի խոսքով վաղը կայանալիք հանրահավաքի հիմնական նպատակն է, որպեսզի հայ հասարակությունը ազատության հրապարակում համախմբվելով ցույց տա իրական փոփոխությունների ձգտումը։ Անդրադառնալով քաղաքական դաշտում իրավիճակին եւ իշխանության գործելավոճին, Դանելյանը նկատել է, որ գործող վարչակարգը հաճախ փորձում է անորոշության եւ վախի մթնոլորտ ստեղծել։ Խոսելով գործադիր մարմնի ղեկավարի Նիկոլ Փաշինյանի վերջերս Սամվել Կարապետյանին ուղղված արտահայտությունների մասին, Դանելյանը շեշտել է, որ իրենց ուժի նպատակը նախընտրական շրջանում հասարակությանը այլընտրանք առաջարկելն է։ Դանելյանի կարծիքով նախընտրական շրջանում քաղաքական ուժերի առաջարկած ծրագրերի բախում պետք է լինի, այլ ոչ թե էմոցիոնալ գրոհների կամ թիրախավորումների փուլ։ Մենք չենք տեսնում, որ նախընտրական շրջանը կամ Հայաստանի Հանրապետությունում պետք է որևէ շրջան լինի, երբ իրար թիրախավորեն։ Մենք բազմիցս խոսել ենք համերաշխության եւ միասնականության մասին։ Մեր պատկերացմամբ այս շրջանը ծրագրերը լավագույնս հասանելի դարձնելն է մեր հայրենակիցներին, որ քաղաքական ուժը ինչպիսի ծրագրերով է գնում ընտրությունների եւ փոփոխությունների, որ քաղաքական ուժը ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հնարավորություններ ունի իրականացնելու իր կողմից ներկայացված ծրագրերը։ Հետևաբար մենք այդ ճանապարհն ենք ընտրում, այլ ոչ թե թիրախավորելը։ Խոսելով հնարավոր դաշինքների եւ այլ ուժերի հետ համագործակցության մասին, Արթուր Դանելյանը նշել է, որ իրենք բաց են բոլոր այն նոր քաղաքական ուժերի համար, որոնք նախկինում չեն եղել իշխանության եւ պատասխանատվություն չեն կրում այսօրվա իրականության համար։ Նա հստակեցրել է, որ ուժեղ Հայաստանը ունի իր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը, որին տեսնում են որպես երկրի հաջորդ ղեկավար։ Մեր նպատակը բացարձակ հաղթանակ ունենալն է առաջիկա ընտրություններում եւ մենք այդ հաղթանակի հնարավորությունը տեսնում ենք։ Հետևաբար մեր առաջնային եւ ամենակարևոր քայլը հայրենակիցների պետք է լինի, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Պարզապես մասնակցեն ընտրություններին եւ իրենց քվեն տան իրենց նախընտրած ուժին, որի արդյունքում մենք վստահություն ունենք, որ կունենանք հաղթանակ։ Դանելյանի պնդմամբ ուժեղ Հայաստան կուսակցությունը քաղաքական պայքարի այս փուլում փորձում է ներկայանալ որպես մաքուր ձեռքերի եւ պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված այլընտրանք։ Կուսակցությունը հույս ունի քաղաքական դաշտ վերադարձնել բովանդակային քննարկումների մշակույթը։ Վերջնական խոսքը քաղաքացունն է, որի քվեն ըստ Դանելյանի պետք է դառնա երկրում իրական եւ որակական փոփոխություններ հաստատելու միակ լեգիտիմ գործիքը։ Yesterday we opened our embassy here in Armenia.
Ռուսաստանն ու այլ ուժեր այնքան էլ ուրախ չեն հայ ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ, Երևանում հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարը եւ նշել, իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ փորձի փոխանակում անել կիբերանվտանգության եւ պաշտպանության ոլորտում։ Հայաստանի կառավարությունը Եվրամիությանը խնդրել էր արագ արձագանքման խմբեր ուղարկել հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար եւ էստոնացի նախարարի խոսքից հասկանում ենք, որ ենթադրաբար այդ երկրի ներկայացուցիչներ նույնպես կլինեն այդ խմբերում։ Հայաստանում շրջում են պարվի ցուլերը, այսպես են օդերևութաբանները նկարագրում Հանրապետության մի շարք շրջաններում տեղացած ձյունը։ Facebook-յան օգտատերերը հրապարակում են Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում տեղացած առատ ձյան կադրերը։ Օդերևութաբան Գագիկ Սուրենյանի խոսքով այս իրավիճակը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը։ Ապրիլի 15-ից 18-ը ընկած ժամանակահատվածում արևադարձային այդ տաք օդի բուրը ներթափանցման արդյունքում Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով եւ գիշերային եւ ցերեկային ժամերին։ Եվ արդեն վերջապես մենք ապրիլի 17-ից 18 ընկած ժամանակահատվածում Հանրապետության լեռնային մարզերում կունենանք մինչև 15 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում մինչև 18-ից 20 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում, այդ թվում նաև մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 20-ից 22 աստիճանի։ Ապրիլի 15-ից երկրորդ ծերնդի 1000, 5000, 10000 եւ 20000 դրամանոցին թղթադրամները մաշվածության պատճառով վերջնականապես դուրս կգան շրջանառությունից։ Կենտրոնական բանկը հայտնել է, որ այն քաղաքացիները, որոնք ունեն նշված թղթադրամներից, ապրիլի 15-ից հետո հնարավորություն կունենան դրանք անժամկետ ու անվճար փոխանակել բոլոր առևտրային բանկերում, ինչպես նաեւ կենտրոնական բանկում, առանց որևէ քանակական սահմանափակման։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնելով Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների մասնակցելու նպատակով հայտարարել է, որ Վաշինգտոնը դրական ակնկալիքներ ունի, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի։ Վենսը շեշտել է, որ իրենք ակնկալում են բարեխիղճ բանակցություններ, սակայն զգուշացրել է, եթե Թեհրանը փորձի մոլորեցնել ամերիկյան կողմին, դա նրանց չի հաջողվի։ Նրա խոսքով պատվիրակությունը գործում է նախագահ Թրամփի տված հստակ ուղեցույցների շրջանակում։ Ըստ մամուլի Իրանը մի քանի անգամ հետաձգել է իր պատվիրակության այցը Պակիստան, որպես պատճառ նշելով Լիբանանի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարվածները։ Դիվանագիտական այս լարվածությանը զուգահեռ Հեզբոլահը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքին։ Իսլամաբադում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին Թեհրանը մի շարք կտրուկ հայտարարություններ է արել։ Իրանի առաջնորդի ներկայացուցիչի խոսքով իրենք ԱՄՆ-ից եւ նրա դաշնակիցներից պահանջելու են պատճառված վնասների փոխհատուցում։ Հրաժարվելու դեպքում Իրանը սպառնում է վնասը վերականգնել, բռնագրավելով ամերիկյան ակտիվներն ու սեփականությունը։ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թաղտ Ռավանչին հստակեցրել է երկրի դիրքորոշումը հնարավոր հրադադարի վերաբերյալ։ Թեհրանին ձեռնտու չէ այնպիսի համաձայնություն, որը թույլ կտա ագրեսոր թշնամուն վերազինվել եւ նոր թափով հարձակվել։ Ըստ Դիվանագետի բանակցությունների հիմքում ընկած է լինելու Իրանի առաջարկած 10 կետանոց ծրագիրը, որը պահանջում է միջազգային ամուր երաշխիքներ։ Ռազմական գործողությունները ցամաքում շարունակվում են։ Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանի հարավում հսկայական ավերածություններ են եղել։ Ի պատասխան Հեզբոլլահ խմբավորումը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային շրջաններին։ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը բարձր է գնահատել իր մարտիկների տոկունությունը, հայտարարելով, որ նահատակների արյունը հաղթանակ է բերել ընդդեմ ամերիկա-իսրայելական բռնակալության։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հեզբոլլահի մոտ 10 հրթիռային կայանքի ոչնչացման մասին։ Ավելի վաղ Հեզբոլլահը զգուշացրել էր, որ կտրուկ քայլերի է դիմելու եւ հաշվի չի առնելու ոչինչ սեփական երկիրն ու ժողովրդին պաշտպանելու համար։ Բեյրութի վրա իրականացված վերջին օդային հարձակումները համարվում են ամենաարյունալին 1990 թվականից ի վեր, խլելով ավելի քան 300 մարդու կյանք։ Մի շարք թաղամասերում իսրայելական կողմը տարհանման կոչ է արել, զգուշացնելով սպասվող նոր հարվածների մասին։ Վլադիկավկազում հզոր պայթյուն է որոտացել հրավառությունների եւ շինանյութերի պահեստում։ Շենքը մասնակի փլուզվել է, բեկորներից վնասվել է մոտ 10 ավտոմեքենա։ Տարածքում բռնկված հրդեհի պատճառով դեռ լսվում են հրավառության պայթյունների ձայները։
And then finally, just want to say something, one final observation. ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի օրեր առաջ Բուդապեշտ կատարած այցը վերահաստատեց Դոնալդ Թրամփի եւ Վիկտոր Օրբանի սեր դաշինքը։ Հունգարո-ամերիկյան բարեկամությանը նվիրված միջոցառման ժամանակ Վենսը կապվել էր Թրամփի հետ, ով հայտարարել էր, որ ամբողջությամբ Օրբանի հետ է։ Not here to ask help President Trump. Սպիտակ տունը Հունգարիան դիտարկում է որպես աջակողմյան գաղափարախոսության եվրոպական կենտրոն, որը պայքարում է ներգաղթի եւ լիբերալ արժեքների դեմ։ Այդ դաշինքը կանգնած է լուրջ փորձության առաջ։ Կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններում Օրբանի Ֆիդես կուսակցությունը հարցումների համաձայն զիջում է ընդդիմադիր Դիսա կուսակցությանը։ Ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյանը քննադատել Օրբանին ցուցաբերվող Վաշինգտոնի աջակցությունը, շեշտելով, որ Հունգարիայի ճակատագիրը պետք է որոշվի երկրի ներսում, այլ ոչ թե արտաքին ուժերի միջամտությամբ։ Háború párti országok már létre. Փորձագետները նշել են, որ Օրբանի հնարավոր պարտությունը կարող է հոգեբանական մեծ հարված լինել միջազգային աջակողմյան շարժման համար։ Դա կլինի նաև Թրամփի եւ Ռուսաստանի քաղաքական ձախողումը, քանի որ երկու կողմերն էլ բացահայտ սատարում են Օրբանին։